Ես այսօր ուզում եմ խոսել իմ կյանքի մեծագույն, անհամեմատելի, անկրկնելի, անփոխարինելի սիրո մասին։ Ում իմ կյանքում հանդիպելուց հետո անդավաճան գնացի նրա հետևից եւ ոչ մի վայրկյան չեմ փոշմանել ու չեմ ափսոսել, ոչ մի վայրկյան եւ ոչ մի աշխարհի հաճույք չեմ փոխի նրա հետ։ Գիտեք ով է նա։ Ահա նա, իմ Աստվածը, իմ Փրկիչը, իմ Տերը։ Լսել եք, որ նա շուտով գալիս է։ Ես մտածում եմ արդեն գալիս է։ Աշխարհը խավարի մեջ է։ Մենք վերջին օրերում ենք։ Սատանան ինչքան ուժ ունի բղծում աշխարհը, որպեսզի չթողնի ոչ մի բարոյական նորմ։ Իսկ դու ճանաչում ես նրան։ Եթե քո Աստվածն էլ է Հիսուս Քրիստոսը, ուրեմն ես խոսելու եմ այսօր մեր ընդհանուր Աստծո մասին։ Այն Աստծո մասին, ով մեզ մի հասցե տվեց նրան ճանաչելու համար։ Ես ամեն օր այդ հասցեում եմ։ Ես այդ հասցեն երբեք չեմ մոռանա ու չեմ փոխի աշխարհի ոչ մի հաճույքի հետ։ Այդ հասցեն Մատթեոս 6:6-ն է։ Բայց դու մտիր քո սենյակը, փակիր քո դուռը ու քո ծածկում աղոթք արա, քո հայրը, որ երկնքում է, նա կլսի քեզ։ Այստեղ այս հասցեում դու ճանաչում ես նրան։ Որքան մտերիմ ես, այնքան ճանաչում ես նրան։ Որքան շատ ես ճանաչում նրան, այնքան քո աղոթքները կարճանում են, երբեմն նույնիսկ անհետանում։ Երբ որ ես այս վերջում լսեցի հոր Վարդուր Սիմոնյանի լռության մասին քարոզը, ես այնքան ուրախացա, որ դա ինձ այնքան ծանոթ բան էր, որ ինձ չէին սովորացրել, բայց ես դա ունեի իմ կյանքում, որտեղ ես սիրում եմ դա անել։ Ես մտնում եմ Մատթեոս 6:6 ու այնտեղ մնում իմ Տիրոջ հետ։ Մատթեոս 21:13-ն ասում է. իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի։ Հովհաննես 14:16-21 խոսքը ուզում եմ կարդանք։ Եվ ես հորը կաղաչեմ եւ ուրիշ մխիթարիչ կտա ձեզ, որ մնա ձեզ հետ հավիտյան։ Ճշմարտության հոգին, որին աշխարհը կարող չէ ընդունել, որին չի տեսնում նրան եւ ոչ է ճանաչում է նրան, բայց դուք նրան ճանաչում եք, որովհետեւ ձեզ մոտ է մնում եւ ձեզ հետ կլինի։ Սուրբ Հոգին եկավ, որ մեզ ճանաչեցնի, որ մենք ճանաչենք հորը։ Ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ։ Մի փոքր ժամանակ էլ եւ աշխարհն էլ չի տեսնի ինձ, բայց դուք կտեսնեք ինձ, որովհետեւ ես կենդանի եմ եւ դուք կենդանի կլինեք։ Այն օրը, որ դուք կճանաչեք, որ ես իմ հոր մեջ եմ եւ դուք ինձանում եւ ես ձեզանում։ Ով որ իմ պատվիրանները ունի եւ նրանց պահում է, նա է ինձ սիրողը, եւ ինձ սիրողն իմ հորից կսիրվի, եւ ես կսիրեմ նրան եւ ինձ կհայտնեմ նրան։ Ճանաչում ես դու, ինքդ ունես հայտնություն, ով է քո Տեր Աստվածը։ Նա անուններ ունի շատ, անուններն իր նշանակությունը, նա ունի բնավորության գծեր, դու լսել ես նա բարի, ողորմած, հավատարիմ, գթառած, սիրող հայր է, բայց դու ինքդ վերապրել ես անձամբ նրա էությունը որպես այդպիսին, դու նրան ճանաչում ես որպես այդպիսին, դու կարող ես ճանաչել նրան որպես այդպիսին, որովհետև Սուրբ Հոգին եկավ մեր մեջ, որ մեզ հայտնի նրա էությունը, որ մենք տեսնենք մեր կյանքերում նրան հենց այդպիսին։ Դու լսել ես, որ նա արարիչ Աստված է։ Հոբի 33:4-ում ասում է. Աստծո հոգին է ստեղծել ինձ եւ ամենակարողի շունչը ինձ կյանք տվել։ Հովհաննես 1:1 ասում է. սկզբում էր խոսքը եւ խոսքն Աստված էր, չէ՞։
Եվ խոսքն Աստված էր, Աստված արարիչ Աստված է, նա գալով քո կյանքի մեջ, նա ամեն բան արարում է նորովի, քո կյանքը դառնում է ծննդոց առաջի գլխի պես, և ամեն բան արարելուց քո կյանքում նորովի, նա ամեն անգամ ասում է, բարի է, կատարյալ, քո կյանքը գնալով դառնում է բարի ու կատարյալ, նա ամեն բան քո կյանքում արարում է բոլոր իր բարենպաստ պայմաններով, նա ոչինչ չի թողնում հենց այնպես, նա ամեն բան արդեն կարգավորում է և արարում իր տեսիլքի համեմատ, իր կամքի համեմատ, լսել ես, որ նա առաջինն է և վերջինը, Եսայի 41:4-ում ես Եհովաս առաջինն եմ և վերջինների հետ էլ ես եմ, Եսայի 44:6-ում ասում է ես եմ առաջինը և վերջինը, ինձանից ջոկ Աստված չկա, Հայտնություն 1:17 Եվ երբ որ տեսա նրան մեռածի պես ընկա նրա ոտների առաջին, և նա իր աջ ձեռքն ինձ վրա դրավ և ասեց մի վախենա, ես եմ առաջինը և վերջինը, և կենդանին, և մեռած էի, և ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից, նա առաջինն է և վերջինը մեր կյանքի, նա ինչ որ սկսում է քո կյանքում, ասեմ քեզ, նա էլ ավարտում է, որովհետև Աստված ոչինչ կիսատ չի թողնում, Հովհաննես 13:4-ն եմ ուզում կարդալ, այստեղ հենց ցույց է տալիս օրինակը, որ Հիսուսը ամեն բան ավարտում է, ընթրիքիցը վեր կացավ, հանդերձը վայր դրավ, մի ղենջակ առավ և իր մեջքը պատեց, հետո ջուր ածեց կոնքը և սկսեց աշակերտների ոտքերը լվանալ, այն ղենջակով սրբել, որ մեջքին պատած էր, ոտքերը լված և սրբիչով էլ հետո չորացրեց ոտքերը, նա ուղղակի չլված ու թողած չորանա, կամ ասեց գնացեք դուք չորացրեք, նա իր գործը ավարտին հասցնող Աստված է, քո կյանքը վստահել ես մի Աստծու, ով ինչ որ սկսեց քո կյանքում արարել, նա այդպես էլ ավարտին հասցնելու է շատ գեղեցիկ ու հոգատար ձևով, նա եսեմն է, Ելից 3:13-14-ում Աստված ասում է Մովսեսին ես եմ, որ եմ, ասա ինձ էմը ուղարկեց, երկրորդ օրինաց 32:39-ին ասում է հիմա նայեցեք, որ ես եմ և ինձ հետ միասին էլ Աստված չկա, և կմերցնեմ և կապրեցնեմ, կզարկեմ և կբժշկեմ և իմ ձեռքից ազատող չկա, Հովհաննես 18:5 ասաց, ես եմ, նրանք ետ գնացին և ընկան, ես էմը եկել է ու բնակվում է քո մեջ, որ այսօր քո դեմ դուրս եկած, թշնամու զորքը իրա բերած, ամենավախենալու վտանգավոր իրավիճակներով ետ գնա ու ընկնի, Հիսուս Քրիստոսի անունով, որովհետև հավատքով հռչակիր, որ ես էմը բնակվում է քո մեջ, նա քո Աստվածն է, փառք Հիսուսին, լսել ես, որ նա թագավոր է, Երեմիա 10:10-ում Եհովան է ճշմարիտ Աստված է և հավիտենական թագավոր, Մատթեոս 2:1-6 խոսքը գրված է, և դու Բեթլեհեմ բնավ փոքր չես, քեզանից իշխան պետք է դուրս գա, առաջի Տիմոթեոսը կարդանք, Տիմոթեոսի 6-րդ գլուխը, 13-րդ խոսքից, պատվիրում եմ քեզ, Աստծո առաջին, որ ամեն բան կենդանի է անում և Հիսուս Քրիստոսի առաջին, որ բարի դավանությունը վկայեց Պոնտացի Պիղատոսի առաջին, որ դու պատվիրանը անբիծ և անարատ պահես, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ իր ժամանակին ցույց կտա, երանելին և միայն հզորը, թագավորների թագավորը և տերերի տերը,
որ միայն նա անմահություն ունի անմատույց լույսի մեջ բնակված, որ մարդկանցից ոչ ոք չտեսավ եւ ոչ էլ կարող է տեսնել, նրան լինի պատիվ եւ զորություն հավիտյանս։ Նա մեր կյանքի թագավորն է, այն թագավորը, որ ինչպես Էսթերին գավազանը մեկնեց թագավորը շնորհքի, այնպես մեր Տերը իր բարեհաճության գավազանը մեկնեց մեզ վրա, մեր կյանքերի վրա, տալով մեզ կյանք, շնորհք, ողորմություն, պատիվ։ Նա մեր թագավորն է, ում առաջ մենք խոնարհվում ենք։ Լսել ես, որ նա դատավոր է։ Ծննդոց 18:25 Աբրահամն ասում է Աստծուն, միթե բոլոր երկրի դատավորը արդարություն չի անի։ Սաղմոս 96:13 նա գալիս է, որ երկիրը դատի, նա աշխարհը կդատի արդարությունով եւ իր ժողովուրդը ճշմարտությունով։ Երկրորդ Տիմոթեոսի մեջ 4-ում ասում է, նա դատելու է կենդանիներին եւ մեռելներին։ Երկրորդ Կորինթացիների 5-ում հայտնի լինենք Քրիստոսի ատյանի առաջ, որ ամեն մեկը ընդունի ինչ որ գործեց, թե բարի, թե չար։ Հռոմեացիների 14 գլխում 10-12 խոսք ասում է. ամենքս Քրիստոսի ատյանի առաջ պիտի կանգնենք, ամեն ծունկ պիտի խոնարհվի եւ ամեն լեզու խոստովանի։ Սաղմոս 119-120 ասում է. մարմինս դողում է քո ահից եւ քո դատաստաններից վախենում եմ։ Որ է, մենք ունենք դատավոր, մենք մեր կյանքերի համար ունենք արդար դատավոր։ Եվ Հռոմեացիների 12-19 ասում է քո անձի համար վրեժ խնդիր չլինես։ Բոլոր դատը հանձնիր Աստծուն։ Այն աչքերը, որ մի օր քեզ գտան խավարից, դու հիմա այդ աչքերի տեսադաշտում ես։ Եվ նա ամեն բան տեսնում է, եւ նա մի օր դրա դատաստանն անելու է։ Եվ ես քեզ խնդրում եմ դու զգուշ եղիր, երբ որ դու ինքդ որևէ մեկին փորձես դատել, մի արա դա, որովհետեւ ինձ Աստված միտեղ ցույց տվեց, որից ես սարսափեցի։ Ծննդոց 4 գլխում է գրված, երբ որ Կայենը սպանեց Աբելին, եւ Աստված նրա հետ խոսեց եւ պատիժ սահմանեց նրա համար, Կայենն ասեց 13 խոսքում. Իմ մեղքը մեծ է քան թե թողություն, ահա ինձ այսօր երկրի երեսից արտաքսեցիր եւ ես քո երեսից պիտի թակ կենամ եւ երկրի վրա աստանդական ու թափառական պիտի լինեմ եւ կլինի, որ ամեն ինձ գտնողը ինձ կսպանի։ Եվ Եհովան ասեց նրան, այստեղ խնդրում ուշադիր, ուրեմն ով որ Կայենին սպանի, նրանից յոթնապատիկ վրեժ առնվի։ Խնդրում եմ ձեզ, երբեք չդատեք որևէ մեկին, յոթնապատիկ վրեժ կա, թույլ տվեք, որ Աստված ինքը դատը վարի, որովհետև նա ունի միայն դրա իրավունքը։ Լսել ես, որ նա լույս է։ Եսայի 60:20 Եհովան կլինի հավիտենական լույսը եւ քո Աստվածը քո փառքը։ Սաղմոս 27:1 Տերն է իմ լույսը եւ իմ փրկությունը։ Հովհաննես 1:9 Այն է ճշմարիտ լույսը, որ ամեն մարդի լուսավորում է, որ գալիս է աշխարհ։ Հովհաննես 8:12 Հիսուսն ասեց. Ես եմ աշխարհի լույսը, ով իմ հետևից գա խավարում չի մնա։ Նա եկավ ոչ միայն, որ դու խավարում չմնաս, այլ որ դու ինքդ լինես լույս։ Որ դու լինես այդ լույսը այս խավար աշխարհում ու այնքան մտերիմ լինես նրա հետ, այնքան շատ հաճախ գնաս Մատթեոս 6:6, որ այնտեղից դուրս գաս Մովսեսի պես երեսդ լուսավորված, նրա լույսը քեզ վրա, որ դու լինես այս խավար աշխարհում լույս։ Այդ ինչի համար ասել Հիսուսը դուք լույս եք, որ գնանք ու վերցնենք այդ լույսը մեզ վրա։ Ես սիրում եմ այդ Մատթեոս 6:6, ավելի շատ քան երևացող տեղերը։ Լսել եք, որ նա փրկիչ է։ Եսայի 43:3 Քո Աստվածն եմ, Իսրայելի Սուրբս քո փրկիչն եմ։ Եսայի 4:11 Ես եմ Եհովան ինձանից
ջոկ փրկիչ չկա։ Առաջի Հովհաննես 4:14 Հայրն իր որդուն ուղարկեց աշխարհի փրկիչ լինելու։ Իմ փրկված փրկության առաջին օրվանից երկար ու դժվար ճանապարհ անցել եմ, բայց ես միշտ իմ հոգու մեջ ունեցել եմ վկայություն։ Ես գիտեմ, որ գիտեմ։ Նա ինձ փրկեց, որ փրկի։ Ինձ համար դա բազմակետադրվում է։ Փրկեց, որ փրկի։ Ինչի մեջով էլ անցնեմ, փրկել է, փրկելու համար։ Նա ավարտին հասցնող Աստված է։ Եվ իհարկե նա մեր հովիվն է։ Սաղմոս 23 Տերն է իմ հովիվը։ Եսայի 40:11 Հովին նման հովվելու է նա իր հոտը, իր բազուկների վրա ժողովելու գառնուկներին և իր գրկում կրելու է նրանց։ Նա մեր հովիվն է, նա մեզ իրա գրկում է կրելու։ Հովհաննես 10:11 Ես եմ բարի հովիվը իր անձը դնում է իր գառնուկների համար։ Նա իր անձը դրեց արդեն մեզ համար։ Մեր հովիվը դարձավ գառնուկ, դարձավ քավության նոխազ։ Նա իր անձը դրեց մեզ համար։ Ես մի երազ տեսա, որի մասին մինչև հիմա չեմ խոսել ու առաջին անգամ եմ վկայում դրա մասին։ Ես տեսել էի երազիս Երուսաղեմ քաղաքը ու իրա դիմաց կանաչ արոտ ու այդտեղ գառների հոտ, բայց դրանց մեջ մի գառնուկ տարբերվում էր։ Երբ որ ես նայում էի այդ գառնուկին, մի անտեսանելի ձայն, ինձ ամեն բան բացատրում էր այդտեղ։ Ես ասում եմ, այդ գառնուկը շատ է տարբերվում, ու ինքը նայում էր ինձ, ասում եմ, ինչով է ինքը տարբերվում, ինքը յուրահատուկ էր։ Ու այդ ձայնը ինձ ասում է, դա Երուսաղեմի գառնուկն է։ Երուսաղեմի գառնուկն էր։ Ու այդ գառնուկը վազեց իմ մոտ։ Ու այնքան էր ուզում խաղալ իմ հետ, ինքը թռչկոտում էր, ասում, որ ես իրան ուշադրություն դարձնեմ, ես իրան գրկեմ, ինքը ուզում էր խաղալ իմ հետ։ Բայց գիտեք այդ ամեն ինչի մեջ ինչ էր ցույց տալիս Աստվածին։ Այդ գառնուկը այնքան էր, այնքան մաքուր էր, այնքան անարատ էր, այնքան սուրբ էր, այդ գառնուկը ուրիշ էր։ Այդ գառնուկը մորթվեց, այդ անարատ, անմեղ, մաքուր մորթվեց մեզ համար, որ մենք այսօր ունենանք այդ մտերմությունը նրա հետ, որ ինքը փակում է, իսկ մենք անտեսում ենք, իսկ մենք ուշադրություն չենք դարձնում։ Ինքը ամեն օր այդտենց գալիս է, որ գտնի այդ մտերմությունը մեր հետ։ Այդ գառնուկը մորթվեց մեզ համար, մեր հոգիների հովիվ։ Եվ խաղաղության Աստվածը, որ մեռելներից վեր հանեց ոչխարների մեծ հովին, հավիտենական ուխտի արյունով մեր Տեր Հիսուս Քրիստոսի։ Գառնուկը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Առաջի Պետրոս 5:4-ում ասում է. «Եվ որ հովվապետը կերևա, փառքի անթառամ պսակը կընդունենք»։ Նա հովվապետն է մեր։ Եվ եկեք նրան ճանաչենք հենց այստեղից, որ փառքի անթառամ պսակ ընդունենք, ոչ թե լսենք չեմ ճանաչում քեզ։ Եթե մենք այստեղ չենք ճանաչում, նա էլ հետո մեզ կասի չեմ ճանաչում քեզ։ Հովհաննես 10:14 Ես եմ բարի հովիվը, և ես իմիններին ճանաչում եմ, և իմիններից էլ ճանաչվում եմ։ Եթե նա քո Աստվածն է, ունեցի այդ քո հարաբերությունը այնքան մտերմիկ,
այնքան մտերմիկ, որ դու ճանաչես նրան։ Այս աշխարհի հազարավոր այս քաոսային ձայների մեջ, որ դու ճանաչես նրան, ճանաչես Աստվածաշնչյան մի կերպարի պես, որի օրինակը հիմա ես կասեմ։ Ոնց նա ճանաչեց, այդ ուղղակի Աստված բացել էր ինձ իմ հոգում, ես էդի զգացի, ես տեսա, ոնց ճանաչեց դա։ Խոսքը Մարիամ Մագդաղենացու մասին է։ Երբ որ նա գերեզմանի մոտ էր ու լաց էր լինում, Հիսուսը ասեց, ով կին ինչու ես լալիս։ Նա մտածեց պարտիսպանն է։ Ասեց, եթե դու ես վերցրել նրան իմ տիրոջը, ասա ուր ես դրել։ Բայց մի բառ, ոնց ճանաչեց Մարիամը, որ Տերն է։ Այդ ինչ էր։ Այդ ունենանք մեր ներսում, ճանաչենք նրա ձայնը, երբ որ Հիսուսն ասեց, Մարիամ, Մարիամ, ես այ 45-ում ասում եմ, քեզ կանչել եմ քո անունով։ Աստված ամեն մեկից կանչել է մեր անուններով, նա գիտի մեզ։ Այսօր տալիս է ամեն մեկից անունը։ Արդյոք մենք այդ պահին, երբ որ լսում ենք Մարիամ, ասում ենք, Տերին դու էիր։ Դու ես Տերին, ահա ես լսում եմ։ Բայց աշակերտներին, երբ որ վազեց հայտնեց, չհավատացին։ Եվ Հիսուսն ասում է, եկավ եւ նրանց անհավատությունն ու քարսրտությունը հանդիմանեց։ Նրանք բոլորն էլ միաժամանակ միասին Հիսուսի հետ էին։ Բայց Մարիամը ոնց ճանաչեց։ Փառք ես Տեր ջան, շնորհակալ եմ։ Թող քո ճանաչողությունը գա ամեն մեկիս կյանքի մեջ Հիսուսի թանկ անունով։ Երբ որ քո մտերմությունը, քո ճանաչողությունը հասնում է այդ աստիճանի, հիշում եք, որ ասեցի, քո աղոթքներն արդեն կարճանում են, դու պետք չունես երկար աղոթելու։ Քո աղոթքները դառնում են Դավթի աղոթքների նման։ Ու այս օրինակն էլ պատմեմ ու ավարտեմ։ Երբ որ Աբիսողոմը գողացել էր Իսրայելի ժողովրդի սիրտը, անցնել Դավթի դեմ, անգամ իր հավատարիմ զորագլուխներին էր գողացել։ Եվ նրանք հիմա հակառակորդի կողմից, կարելի ասել թշնամու կողմից էին գործում։ Եվ գրված է, որ Դավիթը փախչում էր ոտաբոբի գլուխը ծածկած, բայց նա մի կարճ աղոթք արեց, ասեց, ով իմ Տեր աղաչում եմ, քանդիր Աքիթոփելի խորհուրդը։ Երբ որ դու ճանաչում ես քո Աստծուն արդեն, քո հավատն ու վստահությունը նրան մտերմության այդ աստիճանի վրա է, դու Դավթի պես կկանչես, ով իմ Աստված, եւ նա կասի, ահա ես։ Աստված օրհնի ձեզ, Հիսուսին։